Ինչ վերաբերվում է կոմունիկացիաներին, պատրաստ է արդյոք Հայաստանի Հանրապետությունը սեփական տարածքով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների կապը Նախճեվանի ինքնավար հանրապետության հետ, այո, իհարկե պատրաստ է։ Եվ մենք այս թեմայով շատ կոնկրետ առաջարկություն ենք արել Ադրբեջանին, որը մեր կարծիքով ոչ թե ուղղակի առաջարկություն է, այլ լուծում է խնդիրը երկաթուղային բեռնափոխադրումների մասով, եւ մենք սպասում ենք Ադրբեջանի արձագանքին։ Բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել եմ փաստի վրա, որ ընդհանուր առմամբ այդ թվում նոյեմբերի 9-ի Եռակոմ հայտարարության մեջ 2020 թվականի առանձին վերցրած օրակարգ Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախճեվանի միջև տրանսպորտային կապ ապահովելու առանձին վերցրած այդպիսի օրակարգ չկա։ Այդ օրակարգը մտնում է ընդհանրապես տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգի մեջ։ Ինչը նշանակում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը փոխադարձաբար միմյանց համար պետք է բացեն կոմունիկացիաները եւ ներքին, այսինքն Հայաստանից Հայաստան-Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանից Ադրբեջան, Հայաստանի տարածքով կոմունիկացիաները բացելու համար։ Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ օրինակ Հայաստանի հյուսիսային շրջաններից դեպի Մեղրի, այսինքն հարավային ռեգիոն, երկաթուղային կապ չկա եւ երկաթուղային կապը անցնում է միայն Ադրբեջանի, այսինքն Նախճեվանի ինքնավար հանրապետության տարածքով։ Այսինքն սա ենթադրում է եւ հետեւաբար մենք ասում ենք, որ պատրաստ ենք իհարկե ապահովել երկաթուղային կապը եւ ակնկալում ենք, որ նույնպիսի կապ կապահովվի նաեւ Հայաստանի, մասնավորապես Երասխից Մեղրի երկաթուղային կապի համար, որովհետեւ լեռնային, խիստ լեռնային ռելիեֆի բերումով Հայաստանի տարածքով երկաթուղի ունենալու հարավից դեպի հյուսիս բարդություններ կան։ Միևնույն ժամանակ մեր ընկալմամբ սա նշանակում է նաև Ադրբեջանից երկաթուղային կապի ստեղծում Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա եւ հակառակ ուղղությամբ։ Եվ ընդ որում ավտոմոբիլային տրանսպորտի կապի ստեղծում, այդ թվում Ադրբեջանից Թուրքիա եւ հակառակ ուղղությամբ։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ Հայաստանն էլ Ադրբեջանի տարածքով կարող է կապվել երկաթուղային եւ ավտոմոբիլային տրանսպորտով Իրանի Իսլամական Հանրապետության հետ, Ռուսաստանի հետ։ Իհարկե, այս պարագայում նաեւ ենթադրվում է Հայաստան-Թուրքիա երկաթուղու բացում եւ այլն եւ այդպես շարունակ։ Մենք պատրաստ ենք այս լուծումների։ Եվ մեզ հասկանալի չէ ինչու Ադրբեջանը չի արձագանքում այս լուծումներին եւ ընդհակառակը փորձ է արվում անընդհատ թեման օգտագործել էսկալացիոն տրամաբանությամբ։ Այսինքն շատ հստակ հարցը ունի շատ հստակ պատասխան։ Արդյոք Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է տրամադրել երկաթուղային բեռնափոխադրումների հնարավորություն արևմտյան Ադրբեջանից Հայաստանի տարածքով դեպի Նախճեվան։ Այո, պատրաստ է։ Եվ նույնը ակնկալում ենք նաև, որ նույն հնարավորությունը կստեղծվի Հայաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապի համար։ Մենք պատրաստ ենք նաև ավտոտրանսպորտային հաղորդակցություն ապահովել։ Իմիջիայլոց ես իմ վերջին հոդվածում ընդգծել էի, որ եթե մյուս պայմաններում, մյուս պարագաներում դեռ ենթակառուցվածքային ներդրումներ անելու անհրաժեշտություն կլինի, բայց հենց այսօր քաղաքական եւ իրավական որոշման պարագայում տրանսպորտային, ավտոտրանսպորտային հաղորդակցություն է հնարավոր ապահովել Թուրքիայից Հայաստանի տարածքով Ադրբեջան, Մարգարայի անցակետով, որտեղ ենթակառուցվածքները պատրաստ են, ճանապարհները նորմալ վիճակում են,